Պարոն Մկրտչյան, տեսնում ենք վերջին օրերի զարգացումները, մասնավորապես Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը, ձերբակալությունը եւ այդ հայտարարությունները, ընդհանուր առմամբ, քանի որ ամենատարբեր հայտարարություններ են հնչում, որ սա էլի քաղաքական ճնշում է, նաեւ Ռուսաստանից ենք տեսնում հայտարարություններ, ընդհանուր առմամբ սկզբի համար ինչ է կատարվում հիմա, ինչ է տեղի ունենում։ Ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում։ Ռուսաստանի Դաշնության ծագումով էթնիկ հայը եկել է Հայաստանի Հանրապետություն եւ հայ առաքելական եկեղեցու ինստիտուտի հետևում թաքնված փորձում է քողարկված քաղաքական process-ների մեջ ներգրավել, փորձում է հայկական Իվանիշվիլի խաղալ։ Այլևս կարող ենք սա հստակ արձանագրել, որ հայկական Իվանիշվիլիու սցենարն է կիրառվում Կիրիենկոյի եւ Կիրիենկոյի կողմից գործուղված անձանց միջոցով, այստեղ ոչ մի արտառոց բան չկա, մութսենյակում պետք չի սև կատու փնտրել, հա, Սամվել Կարապետյանը նույն ինքը Տաշիր Սամոն եկել է Հայաստանի Հանրապետություն քաղաքական process-ներ գեներացնելու համար։ Հիմա կասեք բայց նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ, ես էլ կասեմ, որ իր եղբայրը 3 պարծենում էր 3 չառաջի օրը, որ ինքը 30 տարի քաղաքականության մեջ է եւ ինքը լավ գիտի ամեն ինչ։ Սա է տեղի ունենում, թե չէ, գիտեք, պետք է դադարեցնել ուղղակի հայ առաքելական եկեղեցու ինստիտուտի ետևում թաքնվելը։ Թող պարզ ասեն, որ իրենք թաքնվում են որոշ պղծված անառակաբարո, պոռնակաբարո հոգևորականների վեղարի տակ։ Սա այլ խոսակցություն է։ Թե չէ հայ առաքելական եկեղեցին պաշտպանել, ազգայինը պաշտպանել, չգիտեմ ինչ վեհ գաղափարներից խոսել ինձ համար անհասկանալի է սա։ Չի կարելի այսպես։ Պարոն Մկրտչյան, հետաքրքիր է, որ եկեղեցին էլ իր հայտարարության մեջ ըստ էության նշել էր, որ Սամվել Կարապետյանին հետապնդում են միայն նրա համար, որ պաշտպանել է հայ առաքելական եկեղեցին, այդ պատմական արժեքը։ Ընդհանուր առմամբ դուք համաձայն եք եկեղեցու այս դիրքորոշման հետ եւ նաեւ հոգեվորականները տեսնում ենք ակտիվ նրա պաշտպանությամբ են հանդես գալիս, աղոթք են հղում առաստված։ Նախ որոշ հոգեվորականներ իրենց գլուխը պատին են տալիս, որ փորձում են Հայաստանում դատական իշխանության գործերի մեջ խառնվել եւ այդպիսով գնահատականներ տալ դատական իշխանության գործողություններին միջև դատական վճռի հրապարակումը, որտեղ հայտարարությունը դատական վճռի հրապարակումից առաջ էր եւ ըստ երևույթին սա ուղիղ ճնշում էր դատական իշխանության վրա։ Սա անընդունելի է, իսկ Սամվել Կարապետյանը ոչ թե պաշտպանում է եկեղեցուն, նորից եմ կրկնում, պաշտպանում է Կտրիչ Ներսիսյանին կուսակրոնության ուխտը խախտած, պաշտպանում է Կտրիչ Ներսիսյանի աղբեր Եզրասին։ Ինչու մոտիվացիան։ Մոտիվացիան նորից եմ կրկնում, Կիրիենկոյի պատվերն է։ Սա Կիրիենկոյի պատվերն է Հայաստանի Հանրապետությունում տեսան, որ քաղաքական առումով քաղաքական կուսակցությունները ինքնին ձախողվել են որպես այդպիսին, ռոբասերժական այդ խմբակը որևէ աջակցություն չունի ժողովրդի կողմից, հիմա գործի ադրվել օլիգարխիկ շրջանակները եւ այդ օլիգարխիկ շրջանակները իրենց միլիարդներով, իրենց փողերով, իրենց նախկինում կատարած ճակերտավոր բարեգործություններով, որովհետեւ ես այդ բարեգործության հետ էլ խնդիր ունեմ, գիտեք, պետք չի ազգին սարքել մուրացկան, հետո թուլափայ ժողովրդի լեզվով ասած ինչ-որ մի բան գցել ազգի դիմաց ու ասել, որ ես բարեգործ եմ։ Ներողություն է, նույն բարեգործը Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ է կատարել, ներդրումներ է կատարել, բիզնես է իրականացրել, ստացել է շահույթ, որ մեկի տա, օրինակ, Տաշիր պիցաների ցանցը անվճար սնունդ տալիս։ Վճարում ենք, չէ՞ դրա դիմաց, հարկեր է վճարվում, բիզնես է անում, գումար է աշխատում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տարիներ շարունակ տասնամյակներով սարքել են մուրացիկ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տասնամյակներ շարունակ իրենց ապրուստի միջոցը փնտրել են խոպաններում ասֆալտներ փռելու մեջ։ Թող չշփոթեն, էլի, բարեգործությունը, հետո բարեգործը եւ բարեգործություն անողը առհասարակ իրական բարեգործը միշտ գաղտնիության սկզբունքով է գործում։ Ոչ թե բարեգործություն անում եւ մի 15-20 վարձու լրատվականների միջոցով էլ փորձում է իր սեփական անձի PR-ն ապահովել այդ բարեգործության քողի տակ։ Եկեղեցականներին իսկ ինչ վերաբերվում է, թող ես երեք ասել եմ, հիմա էլ պիտի ասեմ։ Գեղարքունյաց թեմին ես մի առիթով դիմել եմ, այդ թեմում կարծես թե մի հատ հոգեվորական չկա, որ դուրս գա հերքի։ Դուրս եկեք հերքեք, 3 օր սպասում եմ ձեր հերքմանը։ Հերքեք։ Այդ անառակաբարո եւ պոռնակաբարո կյանքով ապրող
հոգևորական կա նաև տեղավորված Գեղարքունյաց թեմում։ Ով է, ինչ է, ինչ պաշտոն է զբաղեցնում, եթե շատ հետաքրքիր է, բարձրաձայնեք, հերքեք, փաստերով դնեմ ձեր առաջ եւ հանրության առաջ, ինչի՞ չեք հերքում։ Այդ հոգևորականները եկեղեցին առասարակ պետք է մաքրվի, հայ առաքելական եկեղեցին պետք է ինքնամաքրվի, ամբողջությամբ պետք է ինքնամաքրվի եւ այդ ինքնամաքրման ճանապարհին առաջին քայլը պետք է անի Կտրիչ Ներսիսյանը։ Թող գնա հայրություն ճանաչի, իր թորների հետ կյանքը վայելի, բիզնես անի ոնց որ արել է, շինարարություն անի, ընդգրկվի որևէ շինարարական կազմակերպությունում որպես պարարապ, ինչ ուզում է թող անի, բայց նա որպես հոգևորական, որպես հայ առաքելական եկեղեցու բարձր աստիճան գրող հոգևորական այլևս իրավունք չունի այդտեղ ծառայություն մատուցելու։ Պարոն Մկրտչյան, հոգևորականներն էլ հակադարձում են, դուք էլի ասացիք, որ թող գնան կամ հակադարձեն կամ պատասխանեն այս հարցերին, հոգևորականներն էլ ասում են, որ դա իրենց ներքին գործն է, մի խառնվեք, պետությունը իրավունք չունի խառնվելու։ Եվ նաև 3 սրբազաններից մեկը ասում էր, որ չի գնալու Կտրիչ Ներսիսյանը, այսինքն անգամ պատրաստ է նահատակվել, բայց այդ տարբերակը չի քննարկվում, այդ մարդը չի գնալու, իր տեղերում ամուր է, բոլորը սատարում են իրեն, Արշակ Սրբազանն էլ ասաց, որ Կտրիչ Ներսիսյանից այն կողմ իրենք այլընտրանք չեն տեսնում, հիմա այս ամեն ինչը ինչի մասին է, մենք ընդվզող ամեն դեպքում հոգևորականներ չենք տեսնում։ Ես հավաստիացնում եմ ձեզ, որ հայ առաքելական եկեղեցում կան էտալոնային հոգևորականներ, որոնց պետք է մատնացույց անել, որոնց առաջ պետք է խոնարհվել եւ հորդորել նրանց, որպեսզի համարձակ լինեն։ Այդ հոգևորականների հետ շփումները կա, ես ինքս գոնե թե այդ շփումները պահպանում եմ նրանց հետ։ Այ վախի մթնոլորտը, իզոլացնելու հանգամանքը, Կտրիչ Ներսիսյանի կողմից դոսիեներ եւ կոմպրոմատներ հավաքելու այդ փորձերը, այդ անառակաբարո Սրբազանի կողմից հավաքագրվող դոսիեներն ու օգտագործվող կոմպրոմատները տարիների փորձ ունի։ Ու դա է արդյունքը։ Հիմա ներողություն, ես որ թեմերին հերթով անդրադառնամ, առայժմ Գեղարքունյաց թեմին, վաղը կարող է մեկ այլ թեմի անդրադառնամ, մյուս օրը մեկ այլ թեմի։ Սա պետք է ապացուցել, որ եկեղեցին ամբողջությամբ մի գաղջ կեղտ մթնոլորտի մեջ է թաթախված, որը ձուկը գլխից է հոտած։ Ձուկը գլխից է հոտած եւ այդ գլուխը Կտրիչ Ներսիսյանը պետքա գնա։ Հիմա իրանք այլընտրանք իհարկե չեն տեսնի։ Անառակաբար կյանքով ապրող հոգևորականն ու Սրբազանը ոնց կարող է այլընտրանք տեսնի։ Ում մեջ տեսնի։ Մի բարևարկության կանոնները պահած մի Սրբազանի մեջ կարող է այլընտրանք տեսնի, որ այդ կյանքով չի ապրում, պահում է Աստծուն տրված իր ուխտը, կուսակրոնության, ծառայում է հայ առաքելական եկեղեցուն եւ նրա հետևորդներին, ինչի այդ մարդկանց մեջ են իրենց այլընտրանքը տեսնելու, իհարկե ոչ։ Իրենց այլընտրանքը, իրենց էտալոնը, իրենց պախանը բանն է, Կտրիչ Ներսիսյանն է, եզրասն է, հայերի վրա գործ տվող Ռուսաստանի Դաշնությունում։ Էս է։ Հիմա իրենք կանեն, չեն անի, էլ եմ ասում, կամ կգնան կամովին առանց խայտարակվել, կամ կգնան խայտարակված։ Թող այնպես անեն, ուղղակի որ իրենց ընտանիքի անդամներն անգամ իրենց հետ խոսեն, էլի։ Հավաստիացնում եմ ձեզ, սա մարդու անձնական կյանք մտնել չի, մարդու անձնական կյանքը փորել չի, ես ինքս դեմ եմ դրան, բայց այն ինչ որ արգելված է իրենց իսկ կանոնագրքով, որը նաև իրավաբանական ուժ ունի եւ հղում է կատարվել արդարադատության նախարարությունում գրանցելիս, թող պահեն։ Հիմա Հայաստանի Հանրապետության աշխարհիկ քաղաքացիները կարող են անել այն, ինչը օրենքով արգելված չէ եւ այս համատեքստում տվյալ դեպքում ինչը փոխհամաձայնությամբ է։ Այստեղ որևէ մեկը մոմ չի բռնում եւ առավել եւս որևէ մեկը մոմով կամ մոմիկով կուսություն չի ստուգում։ Թող զգուշ լինեն։ Դրա մասին չի խոսքը։ Հիմա իրենք թող հերքեն, թող ասեն սխալ հարցադրում է։ Մենք ձեր անկողին չենք մտնում։ Մենք ձեր գարշելի անկողին չենք մտնում։ Մեզ բացարձակ հետաքրքիր չի, բայց դուք եթե կրում եք այդ վեղարը, բարձր աստիճան ունեք հոգևորական, հայ առաքելական եկեղեցու սպասավոր եք, բարձր աստիճան, եւ դուք պետքա առաջինը պահեք ձեր կողմից տրված ուխտը եւ խախտում եք, դուք պետքա պրոստը դուրս գաք, ուղղակի դուրս գաք, գնաք բիզնեսով զբաղվեք, շինարարությամբ զբաղվեք, խադավիկ աշխատեք, կավատ աշխատեք, ով ինչ ուզում է, էլի։ Պարոն
Պարոն Մկրտչյան, հիմա վարչապետը ինչի մասին խոսում է, այնտեղից հիշեցնում եմ, սահմանադրական կարգ եք խախտում, պետությունը իրավունք չունի մտնելու այս դեպքում եկեղեցու գործերի մեջ։ Հիմա պետությունը իրավունք ունի, թե չունի մտնելու կամ միջամտելու եկեղեցու գործերին կամ այսպես ասած կաթողիկոս ընտրել-չընտրելու այս հարցերին։ Պետությունը որպես այդպիսին սահմանադրությամբ ամրագրված է, որ իրավունք չունի մտնելու եկեղեցու ներքին գործերի մեջ, սահմանադրությամբ նաև ամրագրված է, որ եկեղեցին իրավունք չունի խառնվելու քաղաքականությանը եւ մտնել պետության գործերի մեջ։ Խախտվել է առաջինը եկեղեցականների կողմից որոշ, երբ որ թևերները քշտել մտել են քաղաքականություն, հիմա ստանում են դրա պատասխանը։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդները հավատացյալ հայ ժողովուրդը ունի իրավունք թե չունի, բայելով ունի, եթե ոչ հավատացյալ ժողովուրդը։ Ժողովուրդն ունի, պետությունը որպես այդպիսին, վարչապետը ի պաշտոն է որպես վարչապետ, կարծում եմ այդ իրավունքը չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին, բայց վարչապետը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ հավատացյալ, այո, իրավունք ունի խնդիրներ բարձրաձայնելու։ Իսկ ով ասեց, որ այդ խնդիրները մենակ իրանցն է։ Այսինքն մուխը ձեզ փողը մեզ սկզբունքը էստեղ էլա գործում։ Կարող է լուրջ եք ընդունել այդ ձեր, իրենք էլ մուխը ձեզ, փողը մեզ, մուխը ձեզ, փողը մեզ, այդպես չի լինում։ Ուղղակի այդպես չի լինում։ Մուխը ձեզ, եկեղեցին մեզ, մուխը ձեզ, կանայք մեզ, չի լինում ուղղակի։ Հիմա պիտի այս ամբողջը փոխել։ Ես կարծում եմ այս ամբողջի մասին առնվազն պետքա խոսենք, իսկ իրանք ինչքան իրանց երեսին ինչ որակի падոշ է խփած, դա ես չեմ կարող ասել։ Դա կպարզենք, դա դեռ ժամանակ կա պարզելու, իրենք էլ այդ ժամանակից կարող են օգտվել ինքնամաքրվել ու գնալ։ Հակառակ պարագայում խայտարակվելու են։ Եթե փաստեր վերհանվեցին, իսկ ինչի հերքումներ չկա, դուք այդ հարցը չեք տալիս։ Ինչի չեն հերքում, որովհետև փաստեր է վերհանվելու։ Իսկ այդ փաստերը հավաստիացնում եմ ձեզ ինձ ԱԱՑ-ն չի տվել։ Պարոն Մկրտչյան, ոչ Ինձ ուժային մարմինները չեն տվել։ Այն հոգևորականները, կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները, որ շփվել են կանանց, տիկնանց, աղջիկների հետ, անգամ այդտեղ իրենք բարևարկություն չեն դրսևորել, մարդկանց հետ նորմալ մարդկային հարաբերություն չեն պահպանել։ Այդ սիրուհիները ամեն մեկը առավոտից երեկո մեր հետ կապ է հաստատում, ամեն մեկը փաստական տվյալ է տալի, ամեն մեկը այդ հոգևորականների կյանքից մի հատ դրվագ է մեր առաջ դնում, ամեն մեկը մի հատ կեղտոտ սպիտակ եղեն է մեր առաջ դնում։ Զզվելի է, ինձ համար զզվելի է սա, բայց նաև շատ ավելի զզվելի է, երբ որ այդ պղծաբարո կյանքով ապրող հոգևորականը կրում է վեղար, կրում է խաչ, մտնում է եկեղեցի, մկրտում է մեր երեխաներին, ուղարկավորության ծեսեր է իրականացնում եւ այդպես շարունակ։ Դա շատ ավելի զզվելի է։ Պարոն Մկրտչյան, իրանք ոչ թե չեն հերքում, իրենք օրինակ ասացին, որ ասենք օրինակ նույն Գրիգոր Լուսավորիչը զավակ է ունեցել, հիմա որտեղ է խնդիրը։ Հերքում չի եղել, բայց գոնե համեմատականների մակարդակում խոսվել է այդ մասին։ Իրենց կանոնագրքում կա, որ պետքա կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականը պետքա ռադը քաշի ուղակի։ Կա, չէ՞։ Ինչի մասին է խոսքը։ Ինչի մասին է խոսքը։ Հա, այսինքն ջայլամի պես գլուխները կոխում են ավազի մեջ, հետույքները տնկում են օդ, բան չի եղել։ Աշխարհ իրանց կանոնագիրքն է, դա մենք չենք գրել, աշխարհիկներս չենք գրել։ Դա Գրիգոր Լուսավորչից հետո դարեր շարունակ եկել է այդ կարգը։ Ժողով է եղել, վարչապետը երեք ազգային ժողովում դրա մասին խոսեց։ Այդ ժողովի ընթացքում ընդունվել է կանոնագիրք, այդ կանոնագիրքը դարեր շարունակ պահպանվել կամ չի պահպանվել, բայց մեզ համար սա անընդունելի է։ Գիտեք, մարդիկ, որ գնում են եկեղեցի եւ սկսում են մտածել եւ փնտրել, իրականում խոշորացույցով փնտրել մի բարևարկության կանոնները պահած մի իրական հոգևորականի, ով իր երեխային կմկրտի, սա խնդիր է։ Հետո էլ կանգնում բողոքում են, ասում են, բանա, այդ հոգևորությամբ զբաղվող տարբեր տեսակի կրոնական կազմակերպությունները ներթափանցել են հասարակության մեջ։ Բայց ինչի են ներթափանցել։ Որովհետև հոգևորականը հոգևոր ծառայության մեջ իմպոտենտ է գտնվել։ Ի տարբերություն նրա ֆիզիկական
կյանքի եւ ֆիզիկական իմպոտենտության։ Այնտեղ իմպոտենտություն չկա, այն Աճապահյանն էլ ասում է մի շաբաթում մի ամիս չենք դիմանում։ Խնդիրը էստեղ է, իրականում ծիծաղելի չի, սա իրականում չգիտես ծիծաղես թե լացես այս իրավիճակից։ Երբ որ մարդիկ իրոք դուրս են գալիս եւ ուզում են իրենց երեխաներին մկրտել ու փնտրում են մի հոգեվորական, որը ունի այդ իրավունքը, կամ գոնե այդ մարդը բարոյապես եւ ներքուստ հանգիստ կլինի, որ իր երեխային մկրտել է այս հոգեվորականը։ Հիմա հավատացյալների խումբ է, հələ կեղծ հավատացյալների, ես նրանց կեղծ հավատացյալներ եւ բարեպաշտներ եմ անվանում, որ ասում են, դուք ինչ գործ ունեք, իրենք ինչ ուզում են, ներողություն, փեշի տակով, չգիտեմ, բիզնես անեն, վեղարի տակ քաղաքականություն մտնեն, գողական էթան, աչքերներս փակենք։ Ամեն մեկը ունի իր մասնագիտությունը, ունի իր նախասիրությունները, չգիտեմ, գողական եք ուզում գնալ, հանեք վեղարը, գնացեք ինչքան կուզեք, բիզնես եք ուզում անել, գնացեք արեք, շինարար եք, շատ ավելի լավ, ձեր շինարարական հմտությունները այդ ոլորտում ցույց տվեք, քաղաքականությունա սիրտներդ ուզում կամ թելադրում են ձեզ, հանեք վեղարը, վերնաշապի քաղաք թևերներդ քշտեք մտեք քաղաքականություն, ով է ձեզ խանգարել։ Բայց հայ առաքելական եկեղեցին ինստիտուտը այսպես պախարակել, ինստիտուտը այսպես ինստիտուտի տակ թաքնվել ու հանդես գալ վերամբարձ հայտարարություններով, սա անընդունելի է։ Հայ հանրությունը շատ լավ կարծում եմ գիտեր եւ գիտի, առավել եւս կիմանա թե ով է կտրիչ Ներսիսյանը, ովքեր են այդ ուխտը խախտած մնացած ճակերտավոր սրբազանները, որոնց սրբազան եւ կաթողիկոս անվանել ուղակի մեղք է։ Հայ հանրությունը կիմանա ու այդ պաշտպաններն ու բարեպաշտներն էլ կարծում եմ առաջին շարքելում կլինեն եկեղեցուց նրանց դուրս վռնդելու գործում իրականում եթե նրանք խախտել են ու անցել են բոլոր սահմանները, կարծում եմ հայ հավատացյալները եւ հենց այդ կեղծ բարեպաշտներն ու հավատացյալները իրենք պետք է նախաձեռնեն դա, երբ որ փաստերը վերհանվեն։ Եթե հերքումը լինի, քանի դեռ հերքում չկա, կա առնվազն հաստատում կամ քանի դեռ հաստատումը եւ հերքումը միասին չկա, դա իրավունք ունի կյանքի եւ դեռևս օդում կախված է մնում։ Գեղարք Քունյաց թեմին էլ նորից բարևներ։ Պարոն Մկրտչյան, հիմա տեղափոխվենք Ռուսաստան, այնտեղից եկող հայտարարությունները առնվազն ինչի մասին էին կապված Սամվել Կարապետյանի հետ, Մարիա Զախարովան, Սալավյովը, անգամ մտավորականների Գրկրուտոյը շատ մտահոգված են, որ Հայաստանում Ռուսաստանի քաղաքացու հանդեպ այդպես են վարվում, ձերբակալում են, այն էլ այնպիսի մարդու ինչպիսին Սամվել Կարապետյանն է, եւ կուզենամ նաեւ մեկնաբանեք ՀՑՍ պետականացնելու վարչապետի հայտարարությունը, որը էլի շատ սուր ընկալվեց, էլի փաթեթավորեցին այնպես, որ ՀՑՍ վերցում են Ռուսաստանից տալու են Թուրքիային, ինչի մասին են խոսակցությունները առհասարակ։ Այդ շրջանակները թող պաղջուր նստեն, մենակ այդ կարամ ասեմ։ Պաղջուրը բավականին օգտակար կլինի իրենց դեպքում, ու թող աշկերները լայն բացեն իրանց երկրում, իրանց ռազմական հանգցագործ նախագահ Վլադիմիր Պուտինին լավ նայեն ու տեսնեն։ Ինչ վերաբերում է ՀԵՑ-ի պետականացմանը, դա վաղուց հասունացած էր։ Միայն ՀԵՑ-ով պետք չի սահմանափակվել, ես այստեղ կասեմ ավելին, Թուրքիային են վերցնում են ռուսներ, իսկ ներողություն, Սամվել Կարապետյանը ռուս է։ Այսինքն ոնց վերցնում են ռուսներից, ինչի ՀԵՑ-ը ռուսներինն էր, մենք մինչև այսօր չգիտեինք։ Ես մեկ այլ ռուսական ընկերության անուն կարամ տամ ու կարամ հստակ ասեմ, հորդորեմ, խնդրեմ, պահանջեմ օրվա իշխանություններից, որ դա այո, խլեն ռուսների ձեռից, պետականացնեն, որ Հայաստանի Հանրապետության հետագա ճակատագիրը ավելի լավ դասավորվի, դա Հարավկովկասյան երկաթուղին է։ Այ դա ռուսական է ու դա էլ պետքա պետականացվի ու հորդորում եմ, պահանջում եմ իշխանություններին այդ ճանապարհով գնալ։ Իսկ ինչ վերաբերում է ՀԵՑ-ի ռուսական լինելու ներողություն, Սամվել Կարապետյանը ես որքան որ տեղյակ եմ, հայ է։ Իբրև ռուսական ազդեցությունն է նվազեցնում։ Հա, ռուսական փաստորեն էլեկտրիկ Երևանի արդյունքում Սերժի թեթև ձեռամբ կառավարական դաչաները ռեմոնտ անելու դիմաց երևի թե ՀԵՑ-ը, որ հանձնվել է Սամվել Կարապետյանին, այդ օպերացիան ռուսների կողմից է պլանավորված եղել։ Կարող ենք այդպիսի ենթադրություն անել, ինչ ռուսական հետք եք փորձում տեսնել։ Սամվել Կարապետյանինն է ՀԵՑ-ը, որը ծառայություն չի մատուցում կամ այդ ծառայությունը շատ թերի է մատուցում։
պետությունը բազմիցս նախազգուշացրել է, որ ուղղվեք եւ նորմալ ծառայություն մատուցեք մեր հայրենակիցներին, պատճառված վնասն էլ բարի եղեք փոխհատուցել։ Չեն կատարում։ Դե պարզա որ թքած ունի, այն աստիճան թքած ունի, որ որակը տեսնում ենք։ Թքած ունի Հայաստանի Հանրապետության 99% բնակչության վրա, այլևս այստեղ հայ եզդի, չգիտեմ, փոքրամասնություններ կապ չունի, 99% բնակչության վրա, որովհետև Հայաստանի Հանրապետության բնակչության 99%-ը այս կամ այն կերպ առնչվում է հեծի հետ։ Պարզա որ թքած ունի, թքած չունենար այս վիճակը չէր լինի։ Թքած ունի, որ իր ձեռքից հիմա պետությունը վերցնում է եւ պետականացվում է դա։ Ազնիվ է պարոն Կարապետյանը։ Պարոն Մկրտչյան, իսկ որ այս գործողությունները նաև փորձում են փաթեթավորել այնպես, որ վարչապետը ամսի 20-ին պիտի այցելի Թուրքիա եւ այս համատեքստում ինչ-որ ձեռբակալություններ են լինում։ Իսկ ներողություն, իսկ ով ասեց, որ չպիտի գնա Թուրքիա։ Կան այդպիսի մարդիկ, որ ասում են չպիտի վարչապետը գնա Թուրքիա։ Ինչի չգնա։ Ինչի չգնա, գնում է Թուրքիայի առաջնորդի հետ հանդիպման, երկկողմ հանդիպման։ Հանդիպումից մեկ օր առաջ մենք տեղյակ ենք, որ այնտեղ է լինելու Ադրբեջանի նախագահը։ Լրջագույն հարցեր է քննարկում։ Ինչ անի, դեմարշ անի, ձեռնոց նետի։ Որդ կամ որի երեխեն է գնալու սահման, էլի։ Այդ մեծ փրթողներից քանիսի երեխեն է, քանիսի փեսեն է գնալու սահման, մի հատ կարելի է հարց տալ ու պատասխանը պահանջել։ Բա պիտի գնա, բա պիտի դիվանագիտական ճանապարհով փորձի խնդիրները հարթել, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել, սահմանները բացել, կոմունիկացիաները բացել, հարաբերվել հարևանների հետ։ Ռուսական արյունոտ սապոկը այդ համատեքստում այո Հայաստանի Հանրապետության հողից հանել ռադանել, հավերժ թշնամանքի քաղաքականությանը վերջ տալ։ Հիմա ինչ սուրը պատյանից կհանենք, սկսեն երկել հաստինք սասուն մտնենք վան, մուշ ալաշկերտ արդահան, հետո։ Բա ինչի չեք մտնում։ Ուր էիք դուք։ Կամ ո՞րն է ձեր պատկերացմամբ Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ սահմաններով, ինչ մակերեսով։ Տվեք այդ հարցերի պատասխանը, ինչի չեք տալիս։ Թուրքիայի հետ գնում է Թուրքիա հանդիպման, շատ լավ է անում, ողջունում եմ։ Բա ինչ պիտի անի։ Իսկ ռուսական կողմը ինչու այդ իմաստով անհանգստություն ունի, պարոն Մկրտչյան, մենք նաև տեսնում ենք, որ վերջին օրերին Telegram ալիքներն են շատ ակտիվացել, վարչապետին փորձում են ներկայացնել ապազգային, ապա քաղաքական գործունեությամբ է զբաղված իբրև թե այս ամբողջ տեղեկատվական ֆոնը, որ նաև Ռուսաստանից է գալիս եւ նաև Ռուսաստանում է, ինչ միտում ունի եւ կարող ենք ենթադրել, որ ինչ որ իմաստով անհանգստություն կա, որ օրինակ վարչապետը այցելելու է Թուրքիա։ Ռուսաստանը միշտ հետապնդել է մեր տարածաշրջանում հավերժ թշնամանք սերմանելու քաղաքականությունը եւ դրանով է ասանվում։ Չկա հավերժ թշնամանք, չկա թշնամանք տարածաշրջանի երկրների միջև, չկա Ռուսաստանի դաշնությունը տարածաշրջանում։ Չկա թշնամանք տարածաշրջանի երկրների մեջ, Ռուսաստանի դաշնությունը Հայաստանի Հանրապետության հետ կարող է հարաբերվել այնքանով, որքանով որ կհարաբերվի։ Սա է։ Իսկ Ռուսաստանի Դաշնության հիմնական անհանգստությունը այստեղ է կայանում, որ դադարել ենք ռուսական կեղծ երաշխիքներին հավատալ, դադարել ենք ռուսական հարթակներում խոսել Ռուսաստանի դաշնակիցների, իսկ իրականում անթակույց Հայաստանի Հանրապետության թշնամիների հետ։ Իսկ Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցն է եւ Հայաստանի Հանրապետության թշնամին առայժմ, քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, իսկ Ռուսաստանը բազմիցս ապացուցել է, չէ՞, որ Ադրբեջանի թե զինում է, թե Ադրբեջանի հետ դաշնակցային պայմանագիր է կնքում, թե հետախուզական պայմանագրի համաձայն տվյալներ է փոխանցում, թե Լեռնային Ղարաբաղն է հայաթափում։ Հետո կանգնում մեղադրում է օրվա իշխանություններին, որ ճանաչել են տարածքային ամբողջականությունը այն պարագայում, երբ որ Ռուսաստանի նախագահն առաջինը ճանաչել է տարածքային ամբողջականությունը հենց պատերազմի ամենածանր օրերին։ Չի ճանաչում Հայաստանի սահմանները։ Նորմալ է, բա պիտի մտահոգվեն, որովհետև նախ իրենց հարթակում չի տեղի ունենում բանակցությունները եւ քննարկումները, երկրորդ հնարավոր է շոշափելի արդյունքներ արձանագրվի։ Գիտեք, եկեք մի բան հիշեցնեմ մեր հանրությանը, հա, հիշեք մի շրջան կար, երբ որ Ադրբեջանը մեզ հետ կապված խնդիրները մեզ հետ ընդհանրապես չէր քննարկում։ Թուրքիան մեզ հետ կապված խնդիրները մեզ հետ չէր քննարկում։ Գնում էին Պուտինի հետ, քննարկում էին Հայաստանի Հանրապետության ճակատագիրը։ Հիմա իրավիճակը փոխվել։
Հիմա Հայաստանի Հանրապետության վարչապետը Թուրքիայի նախագահի հետ երկկողմ հարաբերություններ ա քննարկելու։ Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահի հետ Ադրբեջանի հետ հարաբերություններն ա քննարկելու։ Փոփոխություն կա, շոշափելի է այդ փոփոխությունը, թե ոչ։ Իօքուտ մեզ ա, թե ոչ։ Կարծում եմ, քանի այն ինչ որ բացառում է պատերազմը, հիմա մարդիկ կլինենք, ասեն չի բացառում, հետաձգում է, լավ անգամ եթե հետաձգում է պատերազմը եւ հնարավորություն կա դիվանագիտական սեղանի շուրջ լուծելու խնդիրները, բոլոր այդպիսի ջանքերը ողջունելի են իմ կողմից։ Եվ պարոն Մկրտչյան, քանի որ ընդհանուր առմամբ հասկանում ենք, որ սա ինչ-որ նախընտրական քարոզչության տարր է եւ հիբրիդային պատերազմի տարր, ինչ սպասել 2026 թվականին ընթառաջ, մենք նաեւ վերջին օրերին տեսանք, որ փորձեցին Սամվել Կարապետյանին նույնացնել Ռուբեն Վարդանյանի հետ, ասացին, որ Վարդանյանին այնտեղ են դատում, Սամվել Կարապետյանին էստեղ նոր դերակատարներ լինելու են, այսինքն Ռուսաստանը դեռ ունի դերակատարներ, որոնց վրա խաղարկելու է, այսպես ասեմ, որոնց սպասենք այս մի տարվա ընթացքում եւ առհասարակ ինչ սպասել առաջիկայում, այս գործողությունների պլանի իմաստով։ Այդպիսի օդիոս կերպարներ Ռուսաստանի Դաշնությունում շատ կան, էթնիկ հայեր։ Հայեր, որոնք պատերազմի օրերին այնտեղ, չգիտեմ, բողոքի ցույցեր, հայերի ձայնը բարձրացնելու համար իրենց զինված հերոսակախմբերին էին ուղարկում այդ մարդկանց վրա, այդ թվում նաև իմ։ Այդպիսի մարդիկ կան եւ այդ մարդկանց մուտքը ուղղակի պետք է Հայաստանի Հանրապետություն այս փուլից արգելափակել եւ պենսիոնա նոն գրադա հռչակել իրենց։ Ես այլ հարց տամ, օրինակ կարող ենք հասկանալ Ռուբեն Վարդանյանն ու Սամվել Կարապետյանը, այդ որ կենտրոնից մի ինքնասառեցված տերտեր կա, ինքնաշփվում այդ կենտրոնների հետ, կարա այդ կենտրոններից ճշտի ով գործ ուղեց մեկին Ղարաբաղ, մեկին Երևան։ Ու ով Ղարաբաղում այնպես արեց, որ Ղարաբաղից նրան վերցնեն ու տանեն Բաքու։ Առհասարակ հայ գործարարներին մի բարի խորհուրդ տամ Ռուսաստանի Դաշնությունում ապրող։ Երբեք գործիք մի դարձեք սեփական հայրենիքի, սեփական պետության գլխին հարվածելու համար։ Պետությունը դրանից վստահեցնում եմ չի տուժելու, չի թուլանալու, որովհետև պետության հետ կռիվ տալ չի կարելի։ Հուսով եմ Սամվել Կարապետյանը հասկացա, որ պետության հետ կռիվ տալ չի կարելի ու այդ պետությունը ունի գործիքակազմ ու պետության համը կարա բերանը մնա, ինչպես վարչապետն է ասել։ Պետության հետ կռիվ չեն տալիս։ Իսկ վերջնարդյունքում կարող է նրանց ուղղակի փոշին մնալ։ Թե բիզնեսմեն, թե որպես քաղաքացի, թե որպես հայ, թե որպես քաղաքական գործիչ։ Առհասարակ ձեզ թվում է Ռուսաստանի Դաշնությունում ուրախ են, որ մեր հայրենակիցները իրենց երկրում ապրելով հարստացել են եւ կուտարկել են միլիարդավոր դոլարներ։ Իհարկե ուրախ չեն։ Այդ հատուկ ծառայությունները ուրախ են, որ իրենց երկրում նի ռուսկին կամ չեռնաժոպին ներողություն արտահայտությանս համար, նրանք այդպես են իրականում բոլոր ազգությամբ ոչ ռուսներին անվանում, հարստացել է ու կուտակել է միլիարդավոր դոլարներ։ Բնավ։ Այդ մարդկանց ռուսերենով ասեմ ժերտվա տալու համար իրանք մի հատ են։ Մի գնացեք այդ քայլին։ Բարի խորհուրդ, կգնանք այդ քայլին։ Ես հասկանում եմ, որ իրանց վրա սարսափելի ճնշում կա։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ որ Սամվել Կարապետյանը կանգներ Կալուգայում կամ Մոսկվայում ու ասեր Ռուսաստանի Դաշնությունում մի փոքրիկ խմբակ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ կամ լավ Պուտինի անունն էլ չտար, Ռուսաստանի Դաշնությունում մի փոքրիկ խմբակ պատերազմը սանձազերծել Ուկրաինայի ժողովրդի դեմ։ Խաղաղ բնակչությանն առմբակոծում։ 15 րոպե հետո մեծ կտորը ականջ է կթողեր այդ երկրի հատուկ ծառայությունները։ Հիմա ինչ եք դուք Հայաստանի Հանրապետությունում պետության մեջ փորձում պետություն խաղալ կամ պետությանը դեմ գնալ։ Մի հատ էլ հարց կտրիչ Ներսիսյանին։ Քանի միլիոն դոլար տանք քեշով, որ ասենք վզիցդ կախած խաչի հետ միասին նաև որևէ մեկի դեմքով, դիմապատկերով մեդալիոն կախես վզիցդ։ Սա ինչ վարքագիծ է առհասարակ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում բարերարների նկարներ կախելը։ Սրբադասել է այդ բարերարներին։ Այս էլ համատեքստից մի փոքր դուրս էլի կուտակված հարցա ուզում եմ հնչեցնել։ Իսկ դուք էլ ասացիք, որ այս մարդիկ գործիքայնացվել են ըստ էության պետության դեմ։ Ինչու է բոլոր մարդկանց, որոնց մասին մենք խոսում ենք, թե Կտրիչ Ներսիսյանի, թե Սամվել Կարապետյան, պետք չէ պետություն եւ նրանք պատրաստ են պետության դեմ գործել։ Գիտեք, հայ առաքելական եկեղեցին իր շատ են սիրում եկեղեցու պատմությունը նշել,
այո, հայապահպան գործունեություն կամա թե ակամա կատարել է։ Սա հերքել ուղղակի չի կարելի, սա իրականություն է։ Բայց նաև հայ առաքելական եկեղեցու սպասավորները օրինակ մի ամբողջ քաղաքի բանալի են թշնամուն հանձնել։ Հայ առաքելական եկեղեցու սպասավորները սովոր են եղել կայսրի մոտ խունկ ծխող աշխատել։ Հայ առաքելական եկեղեցու սպասավորները սովոր են եղել կայսրի կողմից կուրացիայի ենթարկվելով ժողովրդին կառավարելի պահել եւ կառավարելի դարձնել։ Չգիտեմ ինչի են այս մարդիկ։ Օրինակ բիզնես էլիտան ես շատ հասկանալի է իմ համար ինչի է այսպես գործում, որովհետեւ ունի կൂട്ടակած միլիարդավոր դոլարներ եւ բնականաբար այդ միլիարդավոր դոլարների ֆոնին Սամվել Կարապետյանը կասի թքած ունեմ ձեր հեծի վրա։ Եթե համեմատենք թե հեծի այլընտրանքը, հեծը կորցնելու այլընտրանքը կամ չկորցնելու այլընտրանքը Ռուսաստանի Դաշնությունում ինչ կորցնելու այլընտրանքի հետ անափոխում, նորմալ է, հասկանալի է, եթե բիզնես տրամաբանությամբ շարժվենք եւ զուտ չոր հաշվարկ իրականացնենք։ Իհարկե, այն կൂട്ടակած կապիտալը, որ կա Ռուսաստանի Դաշնությունում, համեմատել Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ, ոնց որ ծովի մեջ մի կաթիլ, չգիտեմ, ջուր լինի։ Դրա համար էլ մարդը թքած ունի հեծի վրա ու բացահայտ հայտարարում է ու ապրի ինքը որ հայտարարում է։ Պետությունը ավելի հանգիստ խղճով դա պետականացնի, իմանալով որ նա թքած ունի դրա վրա։ Բիզնես էլիտան հասկանալի է, հոգևորական էլիտան սովետական միության ժամանակահատվածում գործող աշխատած մի պաշտոնաթող թոշակի անցած գեներալ KGB-ի գեներալ ունի հետաքրքիր գիրք գրված, անունը հիմա չեմ հիշի, ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կարծում եմ այդ գիրքը լավ ուսումնասիրել է, մոտորերս ինքը դրանից էլի մեջբերումներ կանի։ Սովետական միության շրջանում հայ առաքելական եկեղեցու սպասավորները KGB-ի ագենտուրայի ամենակարկառուն ներկայացուցիչներն են եղել ի վերջո։ Ես միշտ ասում եմ, այս համատեքստում թող ինձ ներեն առողջ հոգևորականները, որոնք կան իրականում, բայց այն քաղաքականացված հոգևորական էլիտան, որ այսօր թևերը կշտե մտել է քաղաքականություն, ասում եմ, հանեք վեղարը, որ տեսնենք տակի պագոնը։ Իսկ այդ տակը պագոն որ կա, դա ակնհայտ է։ Այդ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ ուղղակի ինքնասառեցված տերտերի կարգավիճակում չի, որ այդ մարդիկ շփվում են, էլի։ Կոնկրետ ունեն աստիճան, աստիճանակարգ, պագոն։ Պարոն Մկրտչյան, ինչ պիտի անի այս համատեքստում նաև պետությունը, որովհետև պարբերաբար մենք լսում եմ, որ մեզ փորձում են լռեցնել, այնպես են անում, որ մենք չխոսենք, ցանկացած դատական գործ իրենք փաթեթավորում են այնպես, որ սա քաղաքական հետապնդում է, ելի նպատակն այն է, որ մենք լռենք, չկարողանանք խոսել։ Եկեղեցու եւ որոշ սպասավորների կողմից էլ է պարբերաբար այդ միտքը հնչում։ Ընդհանուր առմամբ ինչ պիտի անի իշխանությունը այսօր եւ արդյոք իսկապես միտում կա, որ ընդդիմադիր զանգվածին, այդ թվում նաև որոշ հոգեվորականների լռեցնելու միտում կա։ Բնավ։ Հոգևորականները, որոշ հոգևորականներ մտել են քաղաքականության մեջ, մենք էլ ասում ենք, ես օրինակ միշտ ասում եմ, հանեք վեղարը, մտեք քաղաքականություն։ Եթե դուք ձեզ տեսնում եք հետ այսու քաղաքականության մեջ, քաղաքական կյանքում, ոչ մեկ ձեզ չի արգելում։ Եկեք մտեք քաղաքականություն, ձեր տեսակետներն առաջարկեք, ձեր տեսլականով կիսվեք հանրության հետ, հանրությունն էլ թող ձեզ հավանություն տա, մի հատ կուսակցություն բացեք, անունը կդնեք կտրիչ, թե կդնեք, չգիտեմ ինչ, դուք գիտեք, բացեք, կուսակցության անուն որոշեք, գնացեք ընտրությունների, հաղթեք, ժողովրդի քվեն ստացեք, մասնակցեք քաղաքականությանը, ով է արգելում։ Դրանից հետո եթե որևէ մեկը կմտնի հոգևորական, նախկին հոգևորականի այդ դեպքում արդեն անձնական կյանք, փորձի փորփրել, քանի հատ կին ունի, քանի հատ սիրուհի ունի, քանի հատ սիրուհու վրա սիրուհի ունի, դա պատժելի է, դա անթույլատրելի է, այդտեղ արդեն պետքա Հայաստանի Հանրապետությունում գործող իրավապահ համակարգը սկսի գործի անցնել եւ ես ինքս էլ այդ մարդկանց կողքին այդ համատեքստում կկանգնեմ, որովհետեւ չի կարելի մարդու անձնական կյանք ուղղակի ներխուժել։ Որևէ մեկը նրանց չի արգելում։ Գնացեք, մասնակցեք քաղաքական process-ներին, եկեք քաղաքականություն ոչ թե վեղարով, այլ վերնաշապիկով, ծակ սվիտերով, կարաք դիմեք թիվ 1 աթեիստին հանրապետության, գուցե պահած լինի։ Եկեք քաղաքականություն խոսենք, քաղաքական process-ների մեջ բանավիճենք, մտքերի բախում տեղի ունենա, բայց դուք հոգևորական կոչվելու իրավունք չունեք ուղղակի։ Սրա մասին է խոսակցությունը, թե չէ
նույնականացնել եկեղեցին հոգևորականների հետ, դա էլ մի ուրիշ մեղք է, էլի, ասենք Կտրիչ Ներսիսյանի ոնց կարելի է նույնականացնել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կամ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետ։ Սա մեղք է։ Հիմա այս հետապնդումները տեղին են, թե տեղին չեն, որ իրանք ասում են, այ անտեղի քաղաք։ Ո՞վ է ում հետապնդում։ Ինչի համար։ Պետությունը իրենց։ Իրենց որտեղ են հետապնդել։ Որտեղ են հետապնդել։ Ես էլ մեղադրում եմ պետությանը, որ չի հետապնդում իրականում ու դրա կարիքը կա, որ հետապնդի։ Օրինակ, այն Շիրակի թեմի առաջնորդին վեղարը պետքա հանեին հակից, թևերն ոլորեին ու ուղարկեին համապատասխան ծակը ռազմական հեղաշրջման կոչեր անելու համար։ Ես էլ այդտեղ եմ մեղադրում պետությանը, որ չի միջամտել։ Միջև այսօր չի միջամտում, այն ինքնասառեցված տերտերը, որ ոստիկաններին հորդորում էր սաղավարտները հանել ու դրանից հետո բետոնի սալիկները ոստիկանների գլխին էր խփում ու գրոհում էր ոստիկանական պատը, փորձելով պետական շենքեր մտնել ու պետական շենքեր գրավել։ Այդտեղ եմ մեղադրում, որ օրվա իշխանությունն ու իրավապահ համակարգը նրանց չի պատժել ու իրականում հետադմփումների դասականի ասած չի ենթարկել։ Այդտեղ է մեղադրանքը, թե չէ ով է ում հետապնդում։ Հետապնդել չեն տեսե։ Պետությունը որ սկսի իր ողջ գործիքակազմով իրանց հետապնդել, իրանց մեծ կտորը ականջը կմնա։ Փոխաբերական իմաստով։ Այդ իրավապահ համակարգի գործողությունները համաչափ են։ Իրավապահ համակարգի գործողությունները անհամաչափ են եւ ինչ որտեղ անբավարար, եթե ինձ եք հարցնում։ Իրենց որ հարցնեք անհամաչափ են եւ հետապնդումների են ենթարկվում։ Որ ասեք որտեղ են հետապնդվում, ես կասեմ։ Որտեղ են իրենք հետապնդվում։ Որտեղ են հետապնդվում։ Հետապնդում են, որ իրենք օրինակ կուսակրոնության ուխտը չեն պահում եւ առավոտից երեկո այս սիրուհու մոտից այն սիրուհու ծոցն են վազում։ Էլի թող վազեն, վեղարը թող անեն, խաչը թող անեն, եկեղեցականի բարձր աստիճանակարգը թող դնեն մի կողմ, որ կան արժանավորները, այդ ում հետ ինչքան ուզում են, որտեղ ուզում են, իրանց խնդիրն է, իրանց անձնական կյանքն է։ Ով է հետապնդում, ինչ հետապնդման մասին է խոսքը։ Այդ որ հետապնդեին նորից եմ կրկնում, Միքայել Աճապահյան, քեզ վաղուց հետապնդելու տեղ կար։ Ու եթե այս երկրի իրավապահ համակարգը տեղում լիներ, իրավամբ տեղում լիներ ու պետականության պահպանման ակունքներում ու աչք չփակեր այդ վեղարի վրա, վաղուց քեզ պիտի հետապնդած լինեին։ Օրենքով, օրենքի ուժով պիտի հետապնդեին։ Թե չէ կանգնել հա, ռազմական հեղաշրջման կոչ անելը գիտեք, հետապնդվելը իրականում չգիտեք, հələ որ չեն հետապնդում, բայց հուսով եմ հետապնդելուն էլ իրենց ասած կհասնի բանը։ Ինչ է նշանակում։ Ես որ ես եմ կանգնեմ այդպիսի կոչ անեմ, այս հարցազրույցը չի հասցնի թողարկվել, ինձ իրավապահ համակարգը բերման կենթարկի։ Մեկը փորձեց այդպիսի հայտարարություն անել, Սամվել Կարապետյանի մասին է խոսքը, տողատակում առնվազն այդպիսի հայտարարություն անել, քրեական գործի նյուանսներին ծանոթ չեմ, չգիտեմ ինքը այնտեղ ոնց է արդարացել, ինչ ցուցմունք է տվել, այդ իր ձևերը ոնց է արտացոլվել Կտրիչ Ներսիսյանի մոտ մոմ վառել, աղոթք անել, չգիտեմ, այդ դա կպարզվի, բայց առնվազն տարեր կար։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը հոկտեմբերի 27 տեսած պետություն է։ Մի փորձեք Հայաստանի Հանրապետությունում այտենց մեծ փրթել։ Այդ ձեր մեծ խոսալու համար դուք պիտի պատասխան տաք։ Հատկապես երբ որ դա վերաբերում է բռնի ուժով իշխանություն վերցնելուն։ Փառք Աստծո, եթե Նիկոլ Փաշինյանը եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի մի ձեռքբերում եւ շոշափելի ձեռքբերում, ես միշտ նշում եմ դա ազատ արդար թափանցիկ ընտրությունների իրականացումն է։ Սա ձեռքբերում է։ Ազատ արտահայտվելու իրավունքի վերականգնումն է։ Սա ձեռքբերում է։ Այն ինչը չունեին ժամանակին, օրինակ Կտրիչ Ներսիսյանը ժամանակին ինչի՞ չէր խոսում, որ Երևանի փողոցներում մարդիկ էին գնդակահարվում։ Այդ Միքայել Աճապահյանը ինչի գնաց ու գյումրեցիների դեմն առավ այն ժամանակ, երբ որ Ավետիսյանների ընտանիքը սպանդի էր ենթարկվել ու գյումրեցիները պատրաստվում էին 102-րդ ռազմաբազայից այդ ստահակին դուրս անել։ Ինչի չէին խոսում։ Ուր էին իրանք։ Ամբողջ կյանքները լեզուները տակները դրած ապրել են, քաղաքական իշխանության հետ սերտաճած, բանդիտական իշխանության հետ սերտաճած, նախքին։ Հիմա երկրում իրավիճակը փոխվել, ազատ խոսք կա, ազատ մամուլ կա, ազատ արտահայտվելու իրավունք կա, փորձում են այդ ամեն ինչը շփոթել, ժողովրդավարությունը շփոթել թուլության հետ, ամենաթողության հետ, հավատը, կրոնը եւ
եկեղեցականի դերն ու նշանակությունը շփոթել, քաղաքական գործ չի դերի ու նշանակության, այսպես չի լինում, թացը չորի հետ խառնվել է։ Եվ պարոն Մկրտչյան, ինչն է այս մարդկանց խանգարում, որ 1 տարի սպասեն եւ դուք էլ խոսեցիք ազատ ընտրությունների մասին, 1 տարի հետո գնան իրենց ընտրությունը անեն։ Այս բոլոր ուժերը, որ խոսում են, ասում են պիտի հեռացնենք, բոլոր ուժերի մեջ մտնում են նաեւ այդ հոգեվորականները ճակերտավոր։ իրենք են ամենաշատը։ Իրենք թող հեռացնեն ընտրությունների միջոցով, ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների միջոցով, թող գնան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին համոզեն, իրենք չեն հեռացնող, իրանց մոտ հենց այդ է, որ իրանք տեղերը շփոթել են, իրանք ալիքները բոլոր խառնել են։ Որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Թող ժողովրդին համոզեն, ժողովուրդն էլ իրանց կոչերին տուրք տա, գնա հեռացնի ընտրությունների միջոցով։ Առանց վեղար։ Վեղարով քաղաքական գործիչ ես չեմ ճանաչում, չկա այդպիսի բան, էլի։ Մենակ Հայաստանի Հանրապետությունում կարա ստենաս վեղարով քաղաքականությամբ զբաղվող տերտեր։ Այդ մենակ Հայաստանի Հանրապետությունում է մոդա։ Մենակ Հայաստանի Հանրապետությունում կարա ստենաս քաղաքական հետապնդումների ենթարկվող ընդդիմադիր բենթլիավոր գործիչներ։ Այդ մենակ Հայաստանի հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ֆենոմենալ բան է, էլի իրականության մեջ ֆենոմենալ երևույթներ կան, բայց ոչ այդ աստիճանի։ Թող գնան, ընտրությունների մասնակցեն, քաղաքականացվեն, քաղաքական գործիչներ դառնան, գուցե Միքայել Աճապահյանից բավականին հետաքրքիր քաղաքական գործիչ ստացվի, մի կողմ դրած այդ բանը, այդ բռնության կոչերը, առանց բռնության կոչերի։ Առողջ դիսկուրսի մեջ մտնելով գուցե ստացվի, թող փորձի բախտը, թե կամ թող գնա Շիրակի թեմում իր հոգևոր ծառայությունը մատուցի այնքան ժամանակ, մինչև որ նրա հետ կապված եւս փաստեր վեր կհանվեն։